Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ։ Այսօր մենք շարունակում ենք մեր հաղորդաշարը, ոնց հասկացանք, այս հաղորդումը բավականին մեծ արձագանքներ ստացան եւ այսօր հիշեցնեմ մեր հյուրին Արևելագետ Ապրեզ Զոհրաբյան, բարև ձեզ, պարոն Զոհրաբյան, ուրախ եմ, որ եւս մեկ անգամ մեզ այցելեցիք։ Կարծում եմ այս հաղորդաշարը բավականին հետաքրքրություն կսերմանի մեր հայրենակիցների մեջ։ Հիշեցնենք, որ մենք պարոն Զոհրաբյանի հետ Արևելագետի եւ նաեւ մասնավոր հենց քրդական հարցի բավականին լուրջ ուսումնասիրություններ ունեցող մեր փորձագետի հետ զրուցում ենք քրդական հարցի, քրդերի հետ կապված մանրամասների եւ նախորդ եթերը մենք բավականին մեծ շեշտ դրեցինք հենց մերձավոր արևելքում ապրող քրդերի վրա եւ այսօր պարոն Զոհրաբյան ուզում եմ սկսել հաղորդումը քրդական, այսպես ասած, սփյուռքից։ Ինչ կարող եք ասել քրդական սփյուռքի մասին, ինչպիսի ազդեցություն ունեն նրանք մերձավոր արևելքից դուրս գտնվող երկրներում։ Շատ լավ, շնորհակալություն հրավերքի համար։ Քրդական սփյուռքից խոսալու դեպքում ես դա տարանջատեի երկու մասի՝ արտաքին սփյուռք եւ ներքին սփյուռք։ Ներքին սփյուռքը դրանք մերձավոր արևելյան երկրների այն քրդերն են, որոնք այն երկրների, որտեղ քրդերը ինքնավարության կամ անկախական ձգտումներ ունեն, սակայն ապրում են այդ տարածաշրջանից դուրս, այսինքն բուն ոչ թե Քուրդիստանի տարածքում իրանց ընկալմամբ, այլ ասենք Ադանայում, Ստամբուլում, Թուրքիայի մնացած քաղաքներում, որոնք դուրս են Քրդստանից։ Դա ձևավորվել է հիմնականում 90-ական թվականներին, այսինքն մեծ հոսքով բնականաբար միշտ եղել է արտահոսք բուն Քուրդիստանից այդ շրջաններ։ 90-ական թվականներին Թուրքիայի կառավարությունը մի այսպիսի մոտեցում ուներ, որ ժողովուրդը դա ծովն է, իսկ քուրդ ժողովուրդը դա ծովն է, իսկ պարտիզանները ձուկն են։ Եթե չկա այդ ժողովուրդը, ապա պարտիզանները չեն կարող զգալ իրենց ջրում։ Հետաբար մոտ 2-3 հազար քրդական բնակավայր փոքր կամ մեծ ոչնչացվեց եւ դրա արդյունքում մեծ արտահոսք եղավ նաեւ Թուրքիայի այլ քաղաքներ։ Առավել կամ նվազչափով կարելի է խոսել նաեւ Սիրիայի, Իրաքի կամ Իրանի տարածքում քրդերի ներքին տեղաշարժի մասին դեպի այդ երկրների հիմնականում ոչ մեծ քրդական բնակչություն ունեցող, բայց ամենամեծ այդ արտահոսքը հենց բուն տարա Թուրքիայի պայմանական ասած ներքին սփյուռքն է քրդական։ Ստացվում է, որ Թուրքիայի իշխանությունները հատուկ քաղաքականություն են վարում, որպեսզի թույլատնեն քրդական գործոներ իրենց երկրում։ Այո, քանի որ քրդերի մեծ կենտրոնացում կան, ինչպես ասացի, ժողովուրդը ծովն է, պարտիզանները ձուկը, դրա դեմ առնելու համար այդ քաղաքականությունը արեցին։ Բացի այդ կա նաև բնական, այսինքն սոցիալ-տնտեսական պատճառներով պայմանավորված արտագաղթ, քաղաքները, մեգապոլիսները դեպի իրենց են ձգտում գավառի բնակիչները։ Տնտեսական հանգամանք, տնտեսական պատճառներ։ Դրանք ներքին սփյուռքն է։ Իսկ արտաքին սփյուռքը կարանք համարենք այն երկրները, որտեղ քրդերը չունեն որևէ ինքնավարության կամ անկախական ձգտումներ այդ երկրի տարածքներում, դա կենտրոնական Ասիայի, եթե մեծ վերցնենք, ուրեմն Անդրկովկասի տարածքը, նայենք ռուսական կայսրությունից, հետագայում սովետական միության քրդերի, նրանք ապրում են հիմնականում Անդրկովկասում, այդտեղ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, հիմնականում Ադրբեջանում մեծ մասով ուռծացած, կենտրոնական Ասիայի երկրներում Ղազախստան, Ուզբեկստան եւ Ռուսաստան։ Այս երկրների տարածքներում պայմանավորված տվյալ երկրների քաղաքական մշակույթով իրանք ավելի շատ կենտրոնացած են մշակութային քրդական ինքնության պահպանման մշակութային հարցերի վրա, իսկ արդեն Եվրոպայի եւ Ամերիկայի տարածքում, որտեղ էլի կրկին
ձևավորվել է քրդական մեծ սփյուռք, նաև ակտիվ լոբինգ են անում քրդական հարցը կամ քրդերի իրավունքները։ Շատերը, հատկապես մեծ սփյուռք կա Գերմանիայի, Շվեդիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի տարածքում, որոշ տեղերում նրանք նաև հանդիսանում են տվյալ երկրների խորհրդարանի падգամավորներ, կան այդպիսի քրդական ծագման գործիչներ, որոնք ներկայացված են տվյալ երկրների պարլամենտներում եւ ակտիվորեն մասնակցում են այդ նաև տվյալ երկրի քաղաքական կյանքին ու նաև հետապնդում են քրդերի իրավունքները արդեն դեմոկրատական մարդու իրավունքների համար պայքարի տրամաբանության մեջ Ամերիկայում, եթե կհիշեք տարիներ առաջ Էրդողանը երբ որ այցելել էր նախագահ Թրամփին, դեռ որ Թրամփի առաջի ընտրությունից հետո այդտեղ բախում եղավ Էրդողանի թիկնապահների եւ ցուցարարների միջեւ։ Այդ ցուցարարների մի մասը կային հայեր, բայց մի մասը նաեւ քրդեր էին, որոնք բղավում էին Էրդողան terrorist։ Սա ուղղակի նաեւ ցույց տնելու համար, որ Ամերիկայի տարածքում են իրենք ծավալում գործունեություն։ Եվ պարբերաբար մենք տեսնում ենք, որ իրանք մեծ ցույցեր են անում նույն ԱՄՆ-ի քաղաքներում կամ Եվրոպայի եւ վերջերս, եթե չեմ սխալվում, ապրիլի 25-ին կամ 26-ին Բերլինում էլի ցույց եղավ ի աջակցություն Աբդուլլա Օջալանին։ Իրենք պարբերաբար փորձում են հիշեցնել ժողովրդավարական երկրներին, որ կա այդ երկրները, որտեղ իրենք ապրում են, փորձեն ազդեն Թուրքիայի կառավարության վրա։ Դա էլ կա, կարող ենք ասել, որ Օջալանի ազատագրության համար այս իրանց պայքարը սկսվել է ոչ միայն այս Էրդողանի վերջին նախաձեռնությունից հետո, այլ դրանից առաջ էլ, հատկապես սա ակտիվացավ, երբ որ լրացավ Էրդողանի ձերբակալման 25-ամյակը 24 թվականին, ուրեմն տարբեր երկրներում, թե խորհրդարաններում, թե իրավապաշտպան կազմակերպությունների շրջանակներում իրենք այդ հարցը բարձրացնում էին։ Դա բավական հաճախ հանդիպող ցույցեր են Եվրոպայի տարածքում ի պաշտպանություն թե քրդական իրավունքների եւ թե մասնավորապես Օջալանի ազատագրության համար։ Եվ բավականին երկար զրույցներ են տեղի ունենում նույն Օջալանի ազատ արձակելու վերաբերյալ, բայց վերջերս մենք տեսնում ենք, որ այդ հարցը բավականին սառեցված է, ինքը իր ուղերձը հղեց, բայց ինքը անձամբ չկարտած, այլ գրավոր տեսքով այդ ուղերձը փոխանցեց։ Ինչ ընթացքում է հիմա այդ գործընթացը, իրոք կարող է այս տարի Օջալանը ազատ արձակվի։ Վերջերս այդ հարցը թարմացավ, ակտիվացավ Էրդողանի կամ Թուրքիայի իշխանության են քայլով, որ գնան թուրք-քրդական մերձեցում, հաշտություն, դա վերջին հաշվով պայմանավորված էր նաև Թուրքիայի խնդիրներից, որովհետև սոցիալ-տնտեսական բավականին բարդ իրավիճակի առջև կանգնած Թուրքիային անհրաժեշտ է արևմուտքի աջակցությունը եւ այդ աջակցությունը ստանալու համար նա կարիք ունի այդպես նոր դեմոկրատական իմիջ ձևավորելու, եթե հիշում եք ինքը խոսած նաև որ մեր ճանապարհը դեպի Եվրոմիություն պես նորից վերադառնում ենք այդ ուղեցիրա Եվրոմիությունը մեզ համար խորտ չի եւ արեց այդ քայլը քրդերի իրավունքների եւ Օջալանի ազատագրման հետ то есть ազատություն շնորհելու են ու պայմանով որ պետական լուծարվի ըստ էության դա այդքան է անկեղծ չէ դա պարտադրված դրսից պարտադրված քայլ էր եւ հետաբար քանի որ անկեղծ չէր ապա այդ գործընթացը բավական դանդաղ է տեղի շարժվում քրդերը հասկանում են որ սա խաղ է Էրդողանի կողմից եւ չեն ուզում խափնվել միաժամանակ Էրդողանն էլ իր մեթոդներով ուզում հասնի այդ նպատակի լուծմանը ստացվում է որ երկու կողմն էլ քաջ գիտակցում են որ այս ամենը լուրջ հիմք չունի եւ դա խաղ է այսինքն քրդերը գիտակցում են որ հենց անկեղծ չի
այդպես ասած քրդական հարցը լուծելու Էրդողանի այդպես մոտեցումը եւ հավելյալ զգուշավորություն են ցուցաբերում այդ հարցին եւ նաեւ այդ պատճառով այդ process-ը դանդաղ ձգձգվում նաեւ Օջալանի ազատության հարցը։ Պարոն Զոհրաբյան, հաջորդ հարցս ոչ ուղղակի է կապված քրդերի հետ, քանի որ նրանք ապրում են Թուրքիայում եւ իրենց ազդեցություն ունեն նույնիսկ ներքաղաքական հարցերում։ Եթե հիշենք, մոտ 1 ամիս առաջ մեծ ցույցեր էին տեղի ունենում Թուրքիայի մեծ քաղաքներում եւ կարծես թե սպասում ենք, որ այդ ցույցերը շարունակություն կունենան, բայց հետաքրքիր ձևով նրանք դադարեցին։ Ինչ կասեք դրա վերաբերյալ, քանի որ ուղիղ դա քրդերի հետ կապված չի, բայց քրդերը նաեւ ունեն այդ գործոնը այդ ամենի մեջ։ Ինչու այդպես եղավ։ Տեսեք, Թուրքիան իր ստեղծման օրից 23 թվականից Թուրքիայի Հանրապետությունը ստեղծման օրից ինքը պարբերաբար կանգնել է քաղաքական ճգնաժամերի առաջ եւ հաճախ այդ ճգնաժամերը լուծվում էին ռազմական հեղաշրջման միջոցով։ Ռազմական ճգնաժամը ձևավորում էր, հետո գալիս էր ռազմական խունդան, խորհրդանացրում էր, նոր ընտրություններ էր նշանակում, այդպիսով այդ ճգնաժամերը լուծում էին ստանում։ Լուծում, այսինքն ճակերտավոր ասած լուծում, ժամանակավոր լուծում։ Էրդողանի արդեն մոտ 20 տարի իշխանության գտնվող Էրդողանը քիչ արդեն նվազեցրեց բանակի դերը եւ ներկայությունը Թուրքիայի քաղաքական կյանքում եւ այլևս ռազմական հեղաշրջումը որպես քաղաքական ճգնաժամի լուծման մեթոդ Թուրքիայում չի աշխատում։ Մենք իհարկե մենք 16 թվականին այդ փորձը եղավ եւ դա անհաջող փորձ եղավ, որից հետո ընդհանրապես գլխատվեց այն ռազմական գեներալիտետը, որոնք կարող էին նման հավակնություններ ունենալ։ Այս քայլը, որ տեղի ունեցավ, դա ոչ թե ընդդիմության նախաձեռնությունն էր, ըստ էության, քանի որ խաղի կանոնը թելադրեց Էրդողանը, տեսնելով, որ էականորեն զիջում է Իմամօղլուին իր վարկանիշի հարցում, քաղաքական վարկանիշի հարցում, Էրդողանը, որը այնպիսի գործիչ է, որ սիրում է արտակարգ իրավիճակներ եւ այդ արտակարգ իրավիճակների մեջ ինքը իրան զգում է ինչպես ձուկը ջրում, հա, ինքը արեց կանխարգելիչ քայլ սպասվող ընտրություններից առաջ կամ հնարավոր է ժամանակից շուտ ընտրություններից առաջ ինքը փորձեց չեզոքացնել հիմնական հակառակորդին կեմալիստական կուսակցության մեջ բան ունեցող ամենամեծ վարկանիշ ունեցող Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուին եւ բնականաբար քանի որ ինքն էր այդ քայլի նախաձեռնողը ինքը նաեւ հաշվարկել էր հետագա քայլերը ինչ կարող է տեղ ունենալ պարզա գիտակցել էր որ տեղի կունենան բողոքի հսկայական ակցիաներ բայց ելի եմ ասում Թուրքիայում երբեք չի եղել իշխանափոխություն այսպես ասած գունավոր հեղափոխությունների առանց ռազմական գործոնի, հա, գունավոր հեղափոխությունների մեթոդով, երբ որ ասենք բուն ժողովուրդը գնում է իշխանությունը վերցնում է, հասկացավ, որ կբողոքեն, չեզոքացվի կմարի այդ խնդիրը։ Առանց բանակի աջակցության ամեն ինչ ձախողված է ստացվում։ Բայց ի վերջո չի կարելի ասել, որ ինքը իր խնդիրը բարձա լուծեց Իմամօղլուի խնդիրը, բայց իր վարկանիշը ամենևին էլ չաճեց դրանով, եթե չասենք չնվազեց դրանով։ Ինքն խնդիրը որպես այդպեսին ժամանակավոր լուծում գտա, բայց թե ինչ կլինի սպասվող ընտրություններում կամ արտահերթ ընտրություններում դա միայն ժամանակը ցույց կտա։ Ստացվում է, որ ընդդիմությունը, այսպես ասած, զիջեց իր դիրքերը Էրդողանի առջև։ Վերջնական զիջելա թե չի զիջել, դա պարզ կդառնա ընտրությունների միջոցով։ Պարզապես փողոցային պայքարի հարցում նրանք հետ քայլ արեցին։ Դե այսինքն փողոցային պայքարի մեթոդները ի վերջո բան են, շատ սահմանափակ են, էլի, այսինքն կարողացան հնարավորին չափ մոբիլիզացնել ինչքան որ պետք է, բայց
դրանով չեն կարող իրանք իշխանություն վերցնել։ Ամեն դեպքում ցույց տվեցին, որ իրանք էլ լուրջ աջակցություն ուժը ցույց տվեցին իրենց։ Ուժը ցույց տվեցին եւ կարծում եմ արտահայտ կամ առաջիկա ընտրություններում դա իրենց զգացնել կտա։ Պարոն Զոհրաբյան, իսկ ինչ կարևոր զարգացումներ եղան վերջին ամսվա ընթացքում Սիրիայի տարածքում քրդերի հետ կապված։ Մենք եթե հիշում եք, զրուցում էինք իրենց բանակցությունները եւ լեզու գտնելը ներկա իշխանությունների հետ, ինչ որևէ առաջընթաց կա այդ գործընթացում։ Սիրիայի տարածքում մի հատ հետաքրքիր բավական կարելի ասել տեկտոնական նշանակությամբ համաժողով տեղի ունեցավ քրդերի համար տեկտոնական նշանակության ապրիլի 26-ին Խամշլիում Ռոժավայի կամ բանի այն արևմտյան Քուրդիստանի, որտեղ հիմնականում քրդերն են ապրում, տեղի ունեցավ մեծ համաժողով, համաքրդական համաժողով, կա հետևյալ կարգախոսով արևմտյան Քուրդիստանի միասնության եւ ընդհանուր դիրքորոշման համաժողով այդ վերնագի բանը հենց այդպես էր համաժողովը։ Ովքեր էին մասնակիցները այդ համաժողովի։ Մասնակիցները ուրեմն թե Սիրիայի տարածքի քրդական կուսակցությունները եւ թե Իրաքյան Քուրդիստանի պատվիրակները, կարելի ասել համաքրդական այդպես միջոցառում էր, սա ինչով էր կարևոր տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ այդ ուժերը միմյանց հետ հակամարտել են, հաճախ այդ հակամարտությունը տեղափոխվել է նաև զինված բախումների փուլ եւ թվում էր թե այդ քրդական միասնությունը ոնց որ հնարավոր չի, որտեղ շատ տարանջատված են եւ ցույց տվեց, որ դա այնուամենայնիվ տեղի ունեցավ, բանը շնորհավորեց ներկա գտնվեցին տարբեր տարածաշրջանի քրդական պատվիրակություններ եւ շատ ներկայացուցչականներ եւ իրանք մշակեցին այդ տեքստը, որով դիմեցին Սիրիայի կենտրոնական իշխանություններին, այսինքն քրդական ինքնավարության ստեղծում Սիրիայի տարածքում, բայց դրան հետևեց Սիրիայի կենտրոնական կառավարության պատասխանը, որ ձեր առաջադրած պայմանները մեզ համար ընդունելի չեն։ Հիմա թե հետագայում ինչպես կընթանա, ժամանակը ցույց կտա, բայց տեղ ունեցավ այդ տեկտոնական process-ը քրդական միավորման կարելի ասել ներկա իշխանությունը չէր սպասում, որ քրդերը կհամախմբվեն այդ հարցի շուրջ։ Տեսեք, Թուրքիան բավական մեծ ջանքեր է գործադրել տարիների ընթացքում ներքրդական միասնություն թույլ չտալու համար։ Եվ փաստորեն հիմա էլ massամբ ազդեցություն ունենալով Սիրիայի կենտրոնական իշխանությունների վրա նույնպես այդ խնդիրն են հետապնդում, ինչպես նաև ժամանակին աշխատում էին Իրաքյան Քուրդիստանում տեղական քրդական ինքնավարության ղեկավարության հետ։ Սակայն թերևս տեղ ունեցել այնպիսի process-ներ, որ նրանք քրդերը համագործակցության եզրեր գտնելով նաև արևմտյան ազդու աշխարհաքաղաքական ուժերի հետ արդեն միասնական ճակատով են հանդես գալիս, այդ թվում նաև Սիրիայում ինքնավարության հաստատման առումով, ինչպես դա հիմա կա Իրաքյան Քուրդիստանի տարածքում, պետք է նկատի ունենալ, որ քրդական ինքնավարությունը իրենց համար նոր մի երևույթ չի, դարեր շարունակ, գոնե 16-րդ դարից Օսմանյան եւ Իրանի այդ կայսրությունների տարածքում իրանք կիսաանկախ այդպես էմիրություններ էին, կարելի ասել լիակատար ինքնավարությամբ, այնքան որ, այսինքն առանձին հարկ էին մուծում, բայց ունեին լայն ինքնավարություն։ Եվ միայն ասենք այդ պետությունների ստեղծումով երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թուրքական պետության եւ ավելի այդ մյուս պետությունների ստեղծումով քրդերի իրավունքները սահմանափակվեցին։ Թուրքիայում ընդհանրապես կարելի ասել ապարտեիդի քաղաքականությունը ընդհանրապես չէին ընդունում, որպեսզի ազգ գոյություն ունի
համարում էին նրանց լեռնային քրդեր, բայց այդ քաղաքականությունը ձախողվեց եւ հիմա քրդերը գնում են ավելի շատ այդ ինքնավարություններ պահանջելու ճանապարհով, ստանալու ճանապարհով, քանի որ թերևս իրաց հեսպայդրությամբ ավելի ձեռնատու է, որ կարողանան օգտվել թե այդ երկրների ընդհանուր կարողականությունից եւ թե նաեւ չկորցնել իրենց ազգային դիմագիծը։ Իսկ հիմա երբ որ Դամասկոսից նման արձագանք եղավ, ինչ ճանապարհներ ունեն քրդերը Սիրիայում, որպեսզի իրենց նպատակները իրականություն դառնան։ Դեռ Սիրիայի կենտրոնական իշխանությունները չունեն բավականին ուժ իրենց թելադրելու քրդերին։ Քրդերն էլ լայն համագործակցություն են սկսել տարբեր ուժային կենտրոնների հետ, ում հետ որ հնարավոր է, որպեսզի իրենց դիրքերը ավելի ամրապնդեն։ Ամեն դեպքում այն զորաքանակը, որը հիմա կա Ջոլանի Սիրիայի կենտրոնական իշխանության տակ, իր ուժով ավելի նվազակ, քան հեն միավորումը, որ կա քրդական ուժերի ազդեցության տակ։ Ստացվում է, այսինքն ուզում եմ ասեմ, զենքի ուժով չեն կարող պարտադրել։ Այն ինչ որ կարողացան անել Լաթաքիայում, դժվար թե կարողանան անել քրդական բնակելի տարածքներում։ Հա, ալավինները, այսինքն այդքան զինված ուժ չունեին։ Իրանք չունեին իրենց միջև սա Ասադի ռեժիմը ամբողջ բանն էր իրենց զինուժը, ամբողջ երկիրը։ Հա, բայց տապալումից հետո հաստորեն զինվորապես չկարողացան ոնց որ լավ կազմակերպվել, նույնիսկ եթե ունեին էլ այդ ինչ-որ քանակ, ապա Ասադից աղտելությունը այնքան շատ էր Հոմսի եւ Դամասկոսի, մի խոսքով են սուննիական շրջանների բնակչության մեջ, եւ երբ որ իմացան, որ այդտեղ ինչ-որ ալավիական խժդժություններ կա, նրանք ընկալեցին դա, այսպես ասած, նախկինների վերադարձա ու քանի որ ունեն դեմոգրաֆիական մեծ շատ ավելի նման բաները, սուննի մահմեդականները, ապա մոտ 200-300 հազար մարդ հավաքվեց, զենք տվեք, գնանք ալավինների վրա։ Այսինքն զինուժի առումով իրականում թե զինուժի եւ թե ժողովրդական աջակցության առումով զիջում էին, որը նույնը չի քրդերի պարագայում, որտեղ 12 թվականից հետո մի ավելի ուշ, երբ որ Սիրիան սկսեց քաղաքականապես մասնատվել, արդեն իրանք կարողացել են պատրաստվել, ստեղծեն իրանց զինուժը։ Պարոն Զոհրաբյան, հիմա ոնց հասկանում ենք, սպասողական վիճակ է, թե ինչպես կընթանան զարգացումները, բայց ամեն դեպքում կարելի է ասել, որ քրդերը Սիրիայում պատրաստ են զինված դիմադրությանը, կենտրոնական իշխանությունները, եթե նրանք փորձեն ճնշել այդտեղ ապրող քրդերին։ Պատրաստ են եւ կարծում եմ Ջոլանին էլ գիտակցելով այդ ուժերի հավասարակշռությունը չի գնա նման քայլի, բացի այդ նա հիմա փորձում է այսպես սանկցիաները վերացնել Սիրիայի վրայից, որ դեռ շարունակում են այդ սանկցիաները գործել, բայց դա իր առաջ պահանջ կա, որ պետքա գնաց դեմոկրատական բարեփոխումների ճանապարհով, ընտրություններ կպահանջվի, ընտրություններ, մարդու իրավունքներ եւ այլն, այդտենց չեք կարող ճնշել նույն Ասադի պես ու ասել, որ պետքա բացեք Սիրիայի տարածքն։ Հասկանալի է։ Պարոն Զոհրաբյան, վերջերս աչքովս ընկել էր մի հատ հարցազրույց Ղամիշլիում ապրող հայից, քրիստոնյա հայից, որը New York Times-ին ասել էր, որ շատ կարևոր է քրդական գործոնը Սիրիայում, հենց քանի որ եթե առաջ հայերը հիմնականում պրոասադական էին, այսպես ասած նախկին իշխանություններին էին հավանում, բայց հիմա երբ որ այս իշխանություններն են իրենց հարցերը այդքան էլ իրենց անվտանգության հարցը բավականին լրջացել է եւ եթե չլինեին քրդերը, ապա իրենց ճակատագիրը շատ դաժան կլիներ։ Դա խոստովանում են հենց Ղամիշլիում ապրող հայերը։ Հա, իրոք հարև որդի Ասադների իշխանության օրոք հայերը պես որևէ ազգային մշակութային խնդիր չեն ունեցել
Սիրիայի տարածքում, բայց Ասադի ռեժիմի տապալումից հետո մենք չտեսանք, որ Հալեպի հայերն էլ այդպես իրանց նկատմամբ ճնշումներ գործադրվի, որտեղ իրանք չէին ընկալում նախ կենտրոնական իշխանությունները, որ եկան թե տարբեր խմբավորումներ են, մի մասը, ասենք, հանցագործ անցյալով ջիհադիստներ եւ այլն, բայց այնուամենայնիվ որոշակի վերահսկողության տակ էին եւ հայերի նկատմամբ չցուցաբերեցին այն դաժան վերաբերմունքը, ինչ որ ալևինների նկատմամբ։ Եսի նկատի ունեմ Հալեպի հայերի նկատմամբ բան չեղավ։ Իսկ միջ այդ արդեն Ռոժավայում կամ Արևմտյան Քուրդիստանում կամ այդ Սիրիայի այդ քրդաբնակ տարածքներում արդեն հայերի թիվը, որ միջև 12 թիվը պետքա լիներ, նու քրիստոնյա հայերի թիվը, որտեղ կամ մահմեդական հայեր, դրանց մասին էլ մի քանի բան կասեմ, ուրեմն հայերի թիվը մոտ 4000 է, իրանց մշակութային կենտրոններով, մշակութային մարզական եւ այլն եկեղեցով, պատերազմից հետո թերևս մոտ 3000 կլինի այդ թիվը, իրանք նույնպես վայելում են որպես ազգային փոքրամասնություն այդ աջակցությունը Ռոժավայի քրդական իշխանության, բացի այդ քրդերը որպես քաղաքական ազգ են ձևավորվում եւ այդ իրենց քաղաքական ձևավորումը երեք առանցքային սկզբունքների վրա է, որը հռչակված է նաև Աբդուլլա Օջալանի այդ հայտնի գրքերից մեկում, քաղաքական ժողովրդավարական ազգի մանիֆեստը, ուրեմն որոնք են այդ երեք հիմնական առանցքային գաղափարները՝ ժողովրդավարություն, կանանց իրավունքներ եւ էկոլոգիա։ Այդ եւ ժողովրդավարության շրջանակներում ազգային փոքրամասնությունները դիտարկվում են որպես այդ հասարակության անբաժանելի մաս, ինչ որ առումով նաեւ այդ հասարակության հարստությունը մուլտիկուլտուրալ բազմամշակութային ընկալման շրջանակներում եւ հանդիպումներ ալինում տեղի այդպես կրոնական համայնքի եւ կենտրոնական Ռոժավայի կենտրոնական քրդական իշխանության միջև, բացի այդտեղ գործող Սիրիայի դեմոկրատական ուժերը որ կան, դրա շրջանակում գործում են նաեւ Նուբար Օզանյանի անվան հայկական գումարտակը, այսինքն հայերը մասն որպես ինքնուրույն գումարտակ, մասն Սիրիայի դեմոկրատական։ Այդ գումարտակի թվականակը ինչքան է։ Դե գումարտակը պետքա տատանվի թե 100-ից 200-ի սահմաններում, էլի, որտեղ գումարտակը Իսկ դուք ասացիք, որ կան նաև մահմեդական հայեր, իրենց մասին ինչ կարող եք ասել։ Տեսեք, դա այդ մահմեդական հայերի երևույթը Սիրիայի տարածքում կարելի ասել նոր երևույթ է, որ այսինքն երևույթը նոր չի, բավական վաղուց ցեղասպանությունից հետո մահմեդականացված հայեր են, ժողովուրդ են, ստիպողապար եւ այլն, բայց վերջի ոնց որ շրջանում նկատվում են նաեւ իրենց հետ աշխատելու դեպքեր հենց տեղի սիրիական քրդական իշխանությունների միջոցով կան հայեր իրանց շրջաներում կազմակերպում են հայերենի դասընթացներ, հայերեն գիտեն որ մահմեդական են, բայց հայ են եւ ուզում են նաեւ հայերեն սովորել, դա այդ իրանց ռեսուրսներով երևում է, պատրաստված այդ ռեպորտաժներով երևում է եւ այդ գործի ջատագովներից մեկն է նաեւ տարիներ առաջ Հայաստան այցելեց, մենք նաեւ հանդիպեցինք, զրուցեցինք, հասկացանք, որ այդ տեսակ process կա, ինքը մի քիչ թերևս աջակցություններ ակնկալում նաեւ մեր տեղական իշխանություններից, ոնց որ Սփյուռքին աջակցության այդ գաղափարի շրջանակներում ինչ հիմա ինչ վիճակում է, չգիտեմ, բայց գիտեմ, որ այդ process-ը սկսել է եւ ինչ որտեղ հասած կլինի։ Շատ հետաքրքիր process տեղի ունեցավ նաեւ ապրիլի 24-ի այդ տոնակատարության
ոգեկոչման հարողության ժամանակ, երբ որ քրդական հոգևոր գործիչը, որը հայտնի է նաև իսլամական, հայտնի իսլամական աստվածաբան, որի հայրը հալածյալ էր Սիրիայի տարածքում, վերադարձել էր եւ միասին հայ հոգևորականների եւ հայ հանրության հետ միասին մասնակցեց այդ ջայրով երթի արարողությանը, որը նույնպես տպավորիչ էր։ Պարոն Զոհրաբյան, եւ վերջին հարցս դրա վերաբերյալ, ինչպիսի ընդհանուր ինչ դիրքորոշում ունեն քրդերը հայոց ցեղասպանության վերաբերյալ, հաշվի առնելով իրենց դերակատարությունը այդ գործընթացի մեջ անցած դարում։ Բնականաբար իրանք գիտակցում են, որ իրանք առանձին ցեղախմբեր մասնակցել են, բայց որոշ ցեղախմբերն էլ հենց այդ մասնակցության դեմ են հանդես եկել, հատկապես հարավային քրդերը, այդ Սիրիայի, Իրաքի եւ այլն։ Դե ասում եմ, որ այդ ժամանակ մենք քրդական սուբյեկտայնություն չենք ունեցել որպես այդպիսին, հավաքագրված է եղել Օսմանյան կառավարիչների կողմից ավազակախմբեր, համիդերների անվան տակ, որոնք մասնակցել են եւ որի համար զղջում է, այսինքն որի համար զղջում են եւ պարբերաբար ապրիլ 24-ի արարողությունների ժամանակ այդ պատվիրակություններ են գալիս թե Իրաքյան Քուրդիստանից եւ թե առանձին բաների տեսքով իրանց կուսակցությունների ներկայացուցիչների տեսքով կամ խորհրդանի անդամների տեսքով նկատում Իրաքյան Քուրդիստանի եւ թե նաեւ առանձին անհատների տեսքով մասնակցում են այդ ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Այդ թվում եւ Թուրքիայից։ Հա, այդ նաեւ Թուրքիայից, բայց ուղղակի Թուրքիայի դեպքում մի քիչ ավելի բարդ է իրանց համար։ Զգուշ պետք է լինի։ Հա։ Եվ պարոն Զոհրաբյան, ստացվում է, որ մենք, ըստ ձեզ, ունենք պոտենցիալ այդ հարցով հետագայում լուրջ քաղաքականության, եթե լուրջ քաղաքականություն վարի մեր պետությունը, քրդերի հետ այդ ցեղասպանության մեր իրավատիրության հարցում միասնական պայքար կարող ենք ընկալել, սպասենք քրդերից նման վերաբերմունք։ Ինձ թվում է հայ քրդական ընդդեմ թուրքական իշխանությունների, այսպես ասած։ Հայ քրդական այդպես համագործակցությունը հնարավոր է, անհրաժեշտ է, թե կառույցների ձևով, թե ժողովրդական դիվանագիտության միջոցներով, գործիքակազմերով եւ այդ ուղղությամբ պարզապես աշխատանք է պետք տանել։ Շնորհակալ եմ պարոն Զոհրաբյան բավականին հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ մեր հանդիսատեսին, որ մեր հյուրն էր այսօր արևելագետ Ապրես Զոհրաբյանը։ Մենք կշարունակենք հետևել զարգացումներին Մերձավոր Արևելքում, մասնավորապես քրդերի հետ կապված։ Շնորհակալություն հարգելի հայրենակիցներ, միշտ նոր հանդիպում։